Շնորհակալություն, պարոն Սահակյան, դուք ձեր պատասխաններում անընդհատ կրկնում եք, որ քվեարկությունից 2 ամիս առաջ չի կարելի ընտրական համակարգ արմատական փոփոխությունների ենթարկել, բայց փաստացի ձեր առաջարկով դուք հիմա ընտրական համակարգը ենթարկում եք արմատական փոփոխության, որովհետև այսօրվա մեր ընտրական համակարգը ամբողջությամբ կառուցված է կամ առանցքներից մեկը ընտրակեղծիքները կամ կրկնակվեարկությունները բացառելու հենասյուներից մեկը այդ անձնագրերում դրվող դրոշմակնիկն է։ Հիմա դուք այդ կարևոր հենասյունը հանում եք եւ դրա փոխարեն ոչ մի բան չեք առաջարկում։ Այսինքն ստացվում է, որ 180,000 քաղաքացու դեպքում դիտորդը կամ վստահված անձը չի կարող իմանալ։ Հիմա այս մարդ ուրիշ տեղամասում քվեարկել է, թե չի քվեարկել, որովհետեւ եթե անձնագրով է կարող է ստուգել դրոշմակնիկ կա մեջը, ուրեմն քվեարկել է ուրիշ տեղ, համապատասխան արձանագրություն կազմել։ Հիմա տեսականորեն, գործնականորեն այդ դրոշմակնիկը 180,000 քաղաքացու դեպքում չի լինելու։ Այսինքն այս հենասյունը, որ հանում եք այդ ընտրական համակարգի տակից, այդ արդեն արմատական փոփոխություն է եւ ասում եք նոր հենասյուն չենք դնում, որովհետեւ ժամանակը քիչ է։ Բայց աշխարհում կան ընդունված պրակտիկաներ, օրինակ եթե ժամանակը քիչ է, կա շատ արագ միջոց, որի համար ոչ ուսուցում է պետք կազմակերպել, ոչ մի բան։ Ամբողջ աշխարհում կիրառվել է այդ պրակտիկան, մատը թանաքոտելու հատուկ չջնջվող թանաքներ կան, այդ թանաքներով թանաքոտելու քվեաթերթիկ տալուց առաջ կամ եւ դրանով վերահսկելու։ Հիմա եթե մի երաշխիքը հանում եք, ինչն է խանգարում, որ այս մյուս երաշխիքը մտցնի։ Այդտեղ ոչ ժամանակի խնդիր կա, ոչ ֆինանսների խնդիր կա, ոչ որևէ այլ կազմակերպելու խնդիր կա, այսինքն ընդհանրապես պետք է թանաքների խմբականակը բերել, ստուգել, համոզվել, որ դա իրոք չջնջվող թանաք է, եւ դրանով այդ խնդիրը կլուծվի։ Այսինքն այս երաշխիքը հանելուց հետո ինչի այդ նոր երաշխիքը չեք մտցնում։ Եվ հակառակ դեպքում չեք կարծում, որ եթե մենք կրկնակվեարկությունը, դուք ավելի ճիշտ, կրկնակվեարկությունը բացառող մի այսպես կռվան հանում եք, մարդիկ իրավունք ունեն մտածել, որ սրանով լուծում եք հնդածս կրկնակվեարկությունների լայն բազա ստեղծելու խնդիրը արդեն հասկացաք ում է պետք է այդ բազան, կարծում եմ հավելյալ բացատրությունների կարիք չկա, շնորհակալություն։ Մենք ընդհանրապես այս նախագծով պարոն Փաշինյան թույլ ենք տալիս կամ հնարավորություն ենք տալիս կամ վերացնում ենք օրենսդրության մեջ արկա հակասությունը, վերացնում ենք հակասահմանադրական դրույթները, այսպես ասած, այս բայի դրությամբ եւ թույլ ենք տալիս, որպեսզի 172,391 քաղաքացի կարողանան իրենց սահմանադրական իրավունքները իրացնել։ Դա ամենակարևորն է եւ ամենագլխավորն է։ Ձեր մատնանշած մյուս, այսպես ասած, գործիքները, դա կնիքելը, չգիտեմ, կրկնակվեարկությունը, դրանք հավելյալ միջոցներ են եւ մեթոդներ են, որպեսզի հանրային վստահությունը բարձրացնենք։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ ձեր մեկ ելույթը կարող է շատ ավելի մեծ հանրային վստահություն առաջացնել, օբյեկտիվ ելույթ է, եւ քանց թե մի քանի հազար, ասենք, նմանատիպ կնիքներ։ Ես պատահական չէ, որ այդ փաստերը բերում եմ, ես ինքս ընտրական process-ին մասնակցող անձ եմ, կազմակերպման առումով նաեւ, եւ մեր մոտ նախընտրական, ընտրական process-ները կարծես թե անցնում են սահուն նորմալ, այսպես ասած, օրենքի տառին ոգուն համապատասխան։ Բայց հենց որ գալիս է 20:00 ընտրատեղամասերը փակվում են, որոշակի անում է հաղթողները եւ պարտվողները, չգիտես ինչու ամբողջ օրենսդրությունը խախտվել է, ընտրակեղծիքները շատ են եւ շատ արագ վերջին պահին որոշակի դիմում բողոքներ, արձանագրություններ կազմվում է եւ շատ դեպքերում մեկ փոստային տեղամասից այդ ամբողջ տրցակ ուղարկում են համապատասխան մարմիններին եւ դրա հետեւից սկսում են աղմուկ բարձրացնել։ Մենք դրա վատ փորձներ ունենք, դուք որպես ազնիվ պատգամավոր կփաստեք դա։ Մատերի թանաքոտելու հետ կապված, ասեմ ձեզ, ես անձամբ ուսումնասիրել եմ տարբեր երկրների այդ փորձը, օրինակ Հնդկաստանում, երբ որ նայում ենք դրա հետևանքները, շատ դեպքերում ավելի բացասական երևույթ է ունեցել։ Եվ 2009-10 թվականներին հիմա բացատրեմ ինչ։ 2009 թվականներին, երբ որ մենք քննարկում էինք ընտրական օրենսգիրքը,
նաև մեր սեղանին դրված էր հենց այդ տարբերակը, որպեսզի մատերը թանաքոտվի։ Նախ մատերը թանաքոտելու առումով այդ թանաքը անցնում էր նաև մեկ այլ քաղաքացու կարող էր անցնել։ Շատ հեշտ կարող էր բենզինով, ացետինով դա ջնջվել կամ որոշակի տարբեր քիմիական նյութերի միջոցով ներգործել եւ վերացնել գնալ քվեարկության։ Հնդկաստանում օրինակ փորձը, երբ որ ուսումնասիրում ենք, մի շարք քաղաքացիներ նույնիսկ այրվածք էին ստացել։ Վրաստանում հենց մատերը թանաքոտում են եւ հետևանքները շատ ավելի վատ էր։ Ասածից իմաստը հետևյալն է, իհարկե սա հավելյալ միջոց է, որպեսզի վստահությունը վերանա։ Ես չգիտեմ ձեզ ինչ անեկդոտ պատմեցին այդ որ ծիծաղում եք, բայց ես փորձում եմ ձեր հարցերին պատասխանեմ, խնդրեմ ասեք։ Ամեն ինչի մեջ կարելի է մի բան փնտրել, թանակը կփոխեն, եթե ուզենան։ Պետք չի։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան։ Չէ, ես կոնկրետ այն նրան արձագանքեցի, որ ասցիք Վրաստանում փորձեցին հետևանքը վատ էր եւ իրոք վատ էր ձեր տեսակետից Վրաստանում, որովհետեւ վերջին 10 տարում 2 անգամ իշխանափոխություն ա եղել, իհարկե ձեր տեսակետից այդ հետևանքը շատ վատ պետք է լինի, բայց մյուս կողմից ես ձեզ ասեմ, նույնիսկ այդ դրոշմակնիկները ոչ մի բան առանձնապես շատ դեպքերում չէին նշանակում, որովհետև մենք ընտրությունների ժամանակ տեսանք, երբ որ մարդիկ իրենց անձնագրերում ցույց են տալիս սովորական ջրով ջնջում էին, այսինքն խնդիրը, եթե դուք նկատի ունեք, որ ձեր իշխանության օրոք ինչ երաշխիքներ էլ մտցնեն կրկնակքվեարկությունը բացառելու, մեկը այդ ընտրակեղծիքները դուք sense tendency անելու են, կարելի է ուղղակի այդպես էլ ասել, առանձնապես չքննարկենք եւ չանհանգստանանք, բայց խոսքը նրա մասին է, որ զուտ դե յուրե երաշխիքը դուք անում եք, երաշխիքը կամ կռվանը եւ տեղը ոչինչ չեք առաջարկում եւ սրանից բխում են համապատասխան հետեւություններ եւ ձեզ համար ոչ մի վատ հետևանք այդտեղից չի բխում։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ես հանգամանալից բացատրում եի, դուք անեկդոտ եք լսում, համար քանի որ մի փոքր ավելի տես լավ եք ծիծաղում, չուզեցի ընդհատել եւ չմանրամասնեմ, դրոշմակնիկները ընդամենը մեկ փաստ արձանագրեն, որը դուք հնչեցրեցիք։ Եթե նույնիսկ ձեր համար, որ այդքան պայքարում եք, դրոշմակնիկ առանձնապես որևէ նշանակություն չի ունեցել, հետեւաբար ձեր այդ պնդումները, հարցադրումները կարծում եմ կամ կարելի է դասել քաղաքական հարցապնդումների եւ հարցերի շարքին, եւ այստեղ նմանատիպ բազմաթիվ հարցեր եղան մարդիկ, որ ասեցին իշխանության թույլ տեղին են կպել, ձեր համար առանձնակի նշանակություն չունի, չգիտեմ, կրկնակի քվեարկությունը ու երկակի ստանդարտները։ Սա ես անձամբ դասում եմ այն հայտարարությունների շարքին, որ ձեր համար բարդություններ եք ստեղծում, հետո հերոսաբար սկսում եք հաղթահարել։ Խնդիրը շատ ավելի պարզ է։ Մենք ունենք համապատասխան գործիքակազմը, որի միջոցով վերահսկողությունը իրականացնելու ենք։ Դա ձեզ դուր կա, թե դուր չկա, մենք դա անելու ենք։ Շնորհակալություն։